Հիվանացանեն շարունակենք մեր հաղորդումը, եթե նոր կմիանաք մեզ Հիվանացանի Facebook-ի էջով ալ այս պահուս կրնակ հետևիլ սիրելիներ, մեր զրուցակիցներն են Լիբանանահայ հարածանոթ երաժիշտ Սետո Բաղդասարյանը եւ իր զավակը Սերուժը սիրելիներ, դարձյալ Լիբանանահայ հարածանոթ արվեստագետ երաժիշտ Սերուժ Բաղդասարյանը։ Մենք հբարդ ենք ասելու միշտ Լիբանանահայ եւ չգարձես որ մադոր ծայրեն անունից ծայրեն Լիբանանահայ պիտի ելլե։ Համաձայն ես, չէ՞։ Դոգոս Միշտ Լիբանանահայ պիտի ելլե, վադիգա վստեմ որ կուտուն հբարդությամբ կգրես այդ անունը։ Հբարդությամբ։ Այո։ Հբարդությամբ, շատ լավ։ Մենք պիտի խոսենք ելույթի մասին, չնայած որ մենք քանի արիտներով անդրադարձանք, խոսեցանք ելույթի մասին, կարևորության մասին, բայց վերջին ելույթը կգարձեմ որ քիչ շատ ավելի այսպես ժողովրդին մոտ ավելիով հարածանոթ դարձավ եւ Սերուժին անունը քիչ ավելիով այսպես փառավորվեցավ ասենք հայաստանյան միջավայրի մեջ։ Մենք կխոսենք սիմֆոնիկ ֆոլք, Հայաստանի էպիկ ցայնը, the epic sound of Armenia ծրագիրի մասին եւ կարելի է ասել որ ամբողջությամբ չես կնար երկահանտես ասել կամ ելույթ ասել, որովհետեւ ինքնին ծրագիր է, չէ՞, Սերուժ, այդպես է։ Ճիշտ է։ Այո, ես միշտ ասեմ որ ինքը բարձ համերգ չէ, ավելի մեկ դերել է ժողովուրդ, մեկ միջավայրի մեջ ժողովուրդ հավաքել եւ այսպես նոր շունչ մտալ հայկական երաժշտության եւ ժողովրդին սկացումները դալ ինչ մտարբեր մոդեցում ունի այսինքն Լավ, մենք պիտի խոսենք հիմա ելույթի մանրամասնություններու մասին, բայց հետո մեզ պիտի բացատրեն նախ սիմֆոնիկ ֆոլք ինչ կնշանակե, մենք մեր ունգընտիրներուն ասկարաջ բացատրած ենք, ասած ենք, բայց ինչ կնշանակե սիմֆոնիկ ֆոլք եւ ինչու համար այս անունին դակտրված է Սերուժին ելույթը։ Որովհետեւ առաջին անգամ լալով մենք կլսենք սիմֆոնիկին հետը Դավուլ Զուրնան եւ էլեկտրոնիկ ցայները։ Ուրեմն ասի առաջին անգամն է որ շնորհիվ Սերուժին եղավ եւ այսօր համար գոչվեցավ սիմֆոնիկ ֆոլք եւ նաեւ էպիկ բարը շեշտվեցավ էպիկ պատմական։ Այո, ասե որ բայց նաեւ պետք է հստակացնենք որ սիմֆոնիկ ֆոլքին դագը անվան դագը որոնք կան, այս մեկ անվան դագը սեմցեզի, ուրեմն ինչպես որ բրոշյուրի մեջ գրված է մշակողը գավոր Սերուժ Բաղդասարյանն է, կորձիկավորում Մարտին Ուլիխանյան, դիրիժորը Հարություն Արզումանյան, դիրիժոր ասպարակային խմբավարի մասին խոսենք, դիրիժոր խմբավար հայերենով, այո, որ կոնդակտոր գսենք, կոնդակտոր խմբավար, գա Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախումբը, Երևանի Պետական կամերային երգչախումբը, հիմա աս անվանդակ թե բզդիկները կան, թե մեծերը կան Սերուժը։ Այո, բզդիկները զատ կամերտոն vocal studio-նով խումբն է Երևանի մեջ։ Որ գտեսեք մեկ անվանդակ հավաքված են այս բոլորը։ Շատ լավ։ Հիմա վերջին ելույթի մասին մեզ ինչ կրնաս իբրև նորություն փոխանցել եւ որքանով Սերուժ այսպես ժողովրդի մոտ այս ելույթները այսպես գարձես քեզի համար այն տրոշմատուղտը դերծևով մը չէ որ այլև ստեմպ արիրտուն եւ ժողովուրդը սկսավ ավելիով հասկանալ որ դու ինչ գործ կնես, ինչպիսի արվեստ կգիրարգես եւ որքան կարեւոր է քու հայացքդ երաժշտության նկատմամբ հատկապես էպիկ երաժշտության եւ ինչպես գրծար այդ մեկը ներարել այդ մեկում մեջ նաև ներարել հայկական ժողովրդային երաժշտությունը։ Ուրեմն ասեմ որ դարբերությունը նախ այս համերգին եւ նախորդ համերգին միջև ամենամեծ դարբերությունը այդ է որ մենք առաջին կոնցերտը որ էինք ամսել լարի նույնիսկ ես չէի գիտեր ինչ պիտի ըլլա ինչ պիտի հնչե ինչպես պիտի հնչե Անշուշտ մի քանի փորձած ենք եւ քիչ թե շատ գիտենք որ ինչա լավ է պիտի լարդինքը բայց առաջինը քիչ փորձնական բաներ կարծեմ եւ փորձարական բաներ հիմա երբ որ հաջող վերսենք եւ վիդեոները դարածվեցավ YouTube-ի վրա ես ալ 5 ամսվա ընթացքին մեկ վիդեոները սկսա դերատրել այդ վիդեոներն թե Instagram, թե Facebook, թե YouTube-ի վրա հավական մեծ թիդում դարածում ունեցավ միլիոններու մասին է խոսքը ուրեմն երբ որ մեծ
բազը ստեղծեցինք այս տարածումը եղավ, մարդիկ ավելի սկսան հետաքրքրվել, որ ինչ է այս համերգը, ինչու այսքան գդարածվի գոր, եւ գրամսել 99.9 դրական կոմենտներ ստացածենք, անընդհատ մեսեջներ կստանենք, նամակներ կստանայի, որ երբ է հաջորդը։ So երբ որ երկրորդը հայտարարեցինք արդեն, մարդիկ քիչ թե շատ գիտեին որ ինչ է, եւ շատ ավելի դոմսեր արագ սպառվեցան, մեկ ամիս առաջ արդեն 2000 հոկանոց սրա սոլդատ եղավ, վաճառվեցավ եւ հոն պիտի at մեկ ամիսը բավական տանջանք էր, որտեղ գրեթե ամեն օր մարդիկ կգրեին Տոմս կուզենք, ես ալ պետք է դիպլոմատիկ ծավով ասեն չի գա, որտեղ ծանոթներ են եւ այլն չեմ ուզել ներկայացնել, բայց երկրորդ համերգին, որ մարդիկ եկած էին, պատրաստ էին, գիտեին ինչու եկած էին, գիտեին, որ վերջավորության բար եղանակներ կա եւ շատ պարախումբեր ներկա էին, ես ալ այդ պարախումբերի մեջ միշտ գաբի մեջ եմ, Հայաստանի մեջ բավական շատ մեծ թվով այսպիսի պարախումբեր կան, որ ես միշտ իրենց կայցել եմ կամ ծանոթություն կստեղծեմ, այդ մեկն ալ բավական գոքն է, որ մարդիկ ավելի ճանչնան թե ինձի, թե երաժշտությունս, ուրեմն հիմնական բանը ա դեր, որ այս անգամ ավելի հաստ մներ, ոչ թե գործ մներ, ավելի իսկ պրոգրամը հիմա հաստատեցինք այլևս հաստատեցինք, միան մեկ երկ ավելցա դեր իշխանած բարներ ամենավերջի ադալանան գնգալ էր, մնացած պրոգրամը նույնն էր, ընդհանուր այս էր բանը, ժողովուրդին այդ ուրախ մթնոլորտը կարծեմ քիչ մը այդ էր պատճառը։ Հիմա երբ որ գխոսենք Հայաստանի մեջ նման ելույթի մասին, վստահ եմ որ անպայման գարձիկներ պիտի ելան, այո դու գսեի որ տարաբես թրական էին գարձիկները, ոչ քննադատական, խոսքս կվերապերի շինիչ քննադատություններու, այսինքն մարդիկ որոնք երբեմն առաջարկներ ալ գնեն, չէ շատ երաժիշտներ չեկան քեզ, չուսին քսերուժ նայ ասանկալ գրնաս անել կամ ասետնալ գրնասնել կամ եգուր ասպիսի բան ավելցուլ կամ եգուր ասցայնը աստեղը լավ չէր, եւ վստահ եմ որ դու այդ բոլոր այսինքն առաջարկները կամ շինիչ քննադատությունները գտնունիս ինչներ հիմնականի մեջ կգարձես որ այսպես այս երկու ելույթներու բարակային սորվեցար եւ սիր որ հա եղավ հիմա ասի ասկե յետքը այս ծևով պիտի անեմ ուրեմն որովհետեւ մարդիկ գարձիկ տվին որովհետեւ արվեստակետը ինքն իր անձի մեջ իր սենյակի մեջ կբադրաստե բայց երբ ժողովուրդին կհանցնե գսկսի այլևս պատասխանատու ժողովուրդն պատասխանատվություն ունի ադոր մեջ չէ Դիշտ Գիտես ինչ ես հիմա աս մանավանդ երկրորդ համերգն վերջ մարդոց որ գարձիկը գուզեի գսեի ինձի հաջիս մի սեք որ շատ լավ էր ամեն ինչ լավ էր ինձի քննադատեցեք հաշվեցեք որ ես անձանոթ մեկն եմ ես քեզի չեմ ճանչնար մորցել որ մենք ընկերենք ինձի ասա որ ինչն էր քեզ բաները չէ պարաշեվով եմ քիչ մը կփոխվի գահսկնան որ ես իրենց իրական գարձիկը պետք ունեմ, ոչ թե որ ծածկելու սխալները, եւ ադի ամենակարևոր բանն է հիմա, որ հաջորդը ավելի լավ է լա։ Հիմա երկու կարևոր բան կա, որ ես սորվեցա ընթացքին, առաջինը, որ ինչ որ ես YouTube-ի վրա կտեղադրեմ, շատ տարբեր է ինչ որ live կհնչե, որովհետեւ YouTube-ի վրա ես ամիսներով վրան աշխատիմ այդ կորզին, եւ բարաբությունները գլեցնեմ, այսինքն եթե դեր մնգա քիչ մը սկամ որ թույլ է գրնամ էլեկտրոնիկ ցայներով լեցնել կամ նույնիսկ օրինակ եթե չուտակ մը գնվակեմ որ ես իմ ծրագիրիս մեջ արհեստական չուտակ է ասենք գրնալ ինքը ad սեկոնդին ad միջոցին դերևս 100 չուտակ 100 հոգի չուտակ գնվակ է որ բան ծրագիրիս մեջ, բայց ադի երբ որ live պիտի նվագենք 30 հադիչապ 30-31 32 չուտակ ունենք նույնը չէ դեմն պետք է քիչ մը բանը դարբերը լա arrangement-ի ծևը քիչ մը դարբերվի որբեսի live-ը այդ հարուստ հնչողություն ունենա եւ երկերը քիչ մը դեր քիչ մը գրջադեցինք այս անգամ որևէ նույն բանին ու կա YouTube-ի վրա ես կրնամ էֆեկտներով զարգացնել բայց երբ որ live գնվակենք որ
քիչ մը դարբեր է, երբ որ գրգնություն գա, քիչ մը գրնա ժողովրդին ցանցրացուցիչ լալ։ Աս մեկը շատ կարևոր էր, որ այս անգամ քիչ մը ավելի բարելավեցինք։ Իսկ երկրորդ կետը որ ամենաշատ ад կետն էր, որ ժողովուրդեն բահանջ եղավ, որ բար եղանակները ավելի երկարել կամ ավելցնել, որը մարդիկ հազիվ ախորժակի եկած են եւ բարի ելան, գարջ է մեկ վարյան, մեկ վարյան արդեն գփոխվի։ Մեկ վարյանը չպավեր։ Այդ պատճառով որ մենք օրինակ բանը Յախուշտան եւ Քոչարին մեգական անգամ repeat yet encore link որովհետեւ մարդիկ քիչ մտեր բարեն։ Այս մեկն ալ հաջորդին անբայման գիտի ուղենք որ Կոնե 10 վարյան, 15 վարյան մարդիկ հանգիստ ուրախ բարեն։ Մարտիկը բարեն սետո այս ելույթի բարակային կուտուն իբրև երաժիշտ հետևում անգախ որ սերուշը դղադ է վստահեմ որ սելիկներ իբրև երաժիշտ այսին գունենաս որոշ բաներ այս երկրորդ ելույթի մեջ ինչ նկատեցիր եւ նկատեցիր երկու բան գուզեմ ասես մեկը փեմին վրա ինչ նկատեցիր երկրորդ ելույթի բարակային ինչ փոխված էր եւ մեմնալ փեմեն վար ժողովրդի մոտ ինչ նկատեց որ դու հանդիսադես ես երկու գերբով երկու ցևով հանդիսադես ես Mega pemin văra, vorbe de martica antisadesc la mi-am pemin amar. Tu mi-am pemin amar ce? Tu babayes. Tu pemin văra dăgatga, ange văra jovurtga. Idi agam çıkmış sırazırla so inç kısen. Arçok inç kısen, arçok urahen, arçok siretsin. Himakides inç for pema yev jovurta այն adın dirar gapված է եւ adoromar սկացի որ առաջինին եւ երկրորդին միջև դարբերությունը գար փեմին վրա եւ ժողովրդի մեջ փեմին վրա հետեւյալներ որ դեսա ճուտագահարը դեմը ասենք ցածկելով գնվակ է որ ժողովրդին նայելով աշխուժություն հավելյալ նույն ցեվալ ժողովուրդը որ ավելի այս անգամ աչքերուց չի ավարտացի ադյարխուշտայ adın գնայմ որ արչեվ յեդև ածախ մեկը նստած չի գա գամ գնագարեգոր գամ գբարեգոր գամ ասին շատ դարբեր երկրորդը որպես աշխուժություն որպես ներգայություն ասեր որ սկացի բայց նաև ես մի քանի բաներ գուզեմ հիշել ինչպես որ այսպես կսենք կուլիսի յեդին բաներ որ ամեն մարդ չի տեսնել երբ որ նոր սրահ գտնենք որ դեսագին մգեցած է եւ մտնոներուն գարցնեք որ հաջիս ավելորդ տոմս ունիս ասին օրնակոս այդպես ավելորդոմս դղան մեգամիս գրգերը մեգամիս ոչը սերամեն մարդու ինչ ավելորդոմս ես մենք հոս այդպեսի բամը չենք տեսներ մեր սրահներուն աչև վիվայլն ասին միտքես Իրանի ձախվեր դոմսլար մեկադայաս դիգին գնգան որ դեղնալ ասան քիչմը Փարսունքի վրա է ջամփու վրա դեղմը չէ սրահ կալած եւ վերացած վերացած ասին հետո մենք wheelchair-ին սայլակ կսենք հայերենով Սայլակ կարելի է կործածել wheelchair-ը Ուրեմն մեկը գար որ եւ գարձեմ զինվոր եղած մեկներ դերևս Սերուժ ավելի լավ գիտե Այո Սերուժին գարձեմ գսել Արցախի բادرազմի մասնակցած է եւ երկու ոտքերը վնասված են իմ հյուրս էր անցյալ անգամ ներկա էր այս անգամ ես հրավիրեցի իրեն բարևներ Սեյրան Օհանյանին Ուրեմն գրած էր որ քիչ մնաց դեղես ելեմ եւ բարեմ Սերուժն այրեն պատասխանեց որ թուն եթե պիտի ելես եւ բարես ես նորեն կգտնեմ այս ելույթը ասանք բաներ բադայեցավ որ չեմ գնամոնալ հետո մեկը հաջիս կուզեմ նաեւ հիշես երբ որ ելույթեն իդ կթուրս գեցած կնգարվենք որ բզդիկ աղջիկ մոդեցավ քեզի հորը հետ եւ ինչը սավ քեզի ինչ սավ Սերուժ ինչ նախ միան դժտում անեմ Սեյրանի որ քրած է իրեն կոմենտարած է որ հայ ասկը քու նման մարդկանց շնորհիվ է որ հիմա կբարեգոր իմ մեկնաբանությունս այդ էր իսկ փոքրիկ աղջիկ որ մոդեսավ իրականության մեջ այդքան որ ինչ-մը chaotic վիճակի մեջ է նման չեմ իշեր ինչ սա բայց ինչ որ սա վատ վարյանին ես լման ուրիշ տեղափոխվեցա եւ փոքերա չեմ գիտեր ինչպես աստարիկին աղջիկ մգրնա ասկան հարուստ ձանր սերով գեղեցիկ բայց կոմպլեքս ամը ինձի մեսեջը ասել որ
շնորհակալություն հայտնեց որ այսինքն ինձ պես մարտիկ կան եւ այսպիսի երաժշտություն կներկայացնեն բայց իր ասած ոճը եւ ցևը ուղղակի սպանել ասենք ամեն մարդ շուրջս որ լսեցին ամեն հատ ապշած ասենք կեսան ինչպես ասացիք ասենք բան գեղեցիկ ցևով այսինքն գարդահայդե գար Գնշանագե որ իր մեծ այս բարակային մենք միշտ կսենք Հայաստանի բարակային Հայաստանի փոքրիկները դաղանտավոր են մենք միշտ կսենք հողը ջուրը շատ կարևոր է ուր գծնից ուր մեծնա շատ կարևոր է ջուրը շատ կարևոր է հաճախ կտեսնես ինչ համարցակ են ինչպես կխոսին եւ հասկանալի է շատ հաճախ ինձի դարբեր միջոցառումներում ներկա գլամ եւ կմոդենան գարդես չեմ գիտեր օրերով փորձեր ազեն եւ ասա քերեցիկ նախատաշումը գսեն ալ գամիչնամ չեմ գիտեր ինչ ասացխանեմ որ մեջեն ելնեմ աս խոսքին Հասկանալի է Սերուժ այո եւ մանավանդ երբ որ փոքրիկի մեծայնով լա ադիգա որքան կարեւոր է դեղը նաեւ վիդեոը դարածվեցավ Սերուժը դրած ադի շատ սիրեցիք սելա որ ժամանակ կդա ես ինտալ իջավ բեմեն վար եւ միացավ այդ շուրջ բարին ինչ գեղեցիկ էր այդ վարգյանը քեզի համար ու անմոռանալի մենք հաջող կմոռնանք որ արվեստագետները երբ որ գործը կներկայացնեն գործը կներկայացնեն այդ հոգեգան ինչպես որ մեգումը տուն մենք միշտ կսենք եթե նվեր ստանալ սկացումը լավը սկացում է, բայց նվիրել ուրիշը սկացում է։ Իսկ ուր մնաց եթե արվեստագետը իր ոչ իր հոգին իր ողնածուծեն դրավ ելույթի մեջ, երաժշտության մեջ, որուն համար ինք աշխատեցավ դարիներով եւ այսօր տուն ադոր արդյունքը գվայելես եւ այսօր ժողովուրդը գմիանա եւ որ տուն այդ վարգյանի մեջ վստահեմ որ 7-րդ երկինքի վրա է իր, չէ՞։ Այսինքն երբ որ գիչնես մանավանդ կմիանաս եւ գտեսնես ժողովուրդը ատկան ինչ քեղեցիկ նվեր էր որ տուն բարգեվեցիր ժողովրդին եւ ադիգա որքանով նաեւ բիդի քեզի համար այսպես ջրակ լա որ տուն այդ գայձը առնես եւ տուն այդ ջրակը միշտ վարբահես իրականության մեջ բավական նաեւ as համերգին յետևը դժվարությունները շատ էին այսինքն Atkan zana dժվարություններ կար որ տարիներ պետք է հաղթահարել մինչև հիմա գա շատ դժվարություններ կա նույնիսկ հաջորդ համերգին մասին մտածելու դժվարությունները շատ են եւ սիդը շատ կցավի որ ամեն օր դակավին նամակ կստանամ որ երբ է հաջորդը բայց գիտնալով որ հիմա ասպահին իմ ցերկս չէ որ արդեն հաջորդը զրակրենք բայց Անշուշտ ամեն չան կսպիրի ենեմ, որ կարոնագենք և միշտ այս համերգը ընենք, թե Հայաստան, թե Հայաստան են դուրս։ Հիմա կալով կուարսումիտ անպացադրելի է քիչմը սկացումները, որ ինչպես այսինքն այսքան մեծ, այսքան շատ նամակներ կստանամ, ամեն մեկ նամակը, որ գարտաս արդեն գազեն կհուզվիս, մարդիկ իրենց սկացումները, որ կկրեն Facebook, բան ավելի Instagram, Facebook, իմ personal բանից անձնական նամակներով կկրեն, իրավ բացատրություն չի գա, որ շոկ է, այսինքն, որ որքան մարդիկ աստված են, մեկ համերգ է, մեկ համերգը որքան գրնա աստեցություն ցկել անհատական վարյանոց երաժշտությունը գրնա ցկել ամբողջ կյանքիդ մեջ մեծ դպավորություն ցկե նույնիսկ ներգա կամ ոչ ներգա ադալ հետաքրքրական է որ մարդիկ որ դեսած են սադիպես մեկ վարյան վիդեոմա գրեն օրինակ որ իմ կյանքի երազս է թեր համերգին ներգա ալլալ եւ վեցուրադոնց վրա հա նստեր են կովկովի եւ So as ամեն նամակները, as ամեն թրագան բաները գարտալով անշուշտ որ միշտ կմղե որ ասենք ինչպես որ ջրակը գայսը միշտ վարած մնա եւ հաջորդը ավելի լավ, ավելի մեծ համերգ մնա Այո, պիտի Սերուժին հետ պետք է փակենք մեր բաժինը, որովհետև ժամանակը կվերջանա, բայց արցումը Կարևոր հարցումը պետք է հարցնենք։ Առաջին հերթին Սերուժ գիտեմ որ շատ դժվար պիտի լա գիտես աս լման խումբով նախ հարցումը տուն կրած է իր արդեն որ
ուրիշ որ երկիրը գուզեք այս ցերնալ կդեսնել կամ այս Ամերիկա դեսնել, կային Կանադա, Ամերիկա եւ այլն, որում մեկադը նաեւ Լիբանանն է եւ շատ լավ գիտենք որ մեծ ծրագիր է, եթե բոլորը պիտի շալգենք բերենք, օտոնավով պիտի կակլման օտոնավը պետք է լավ գիտեմ որ ցածալից է։ Վստահ եմ այդ ջամփով արդեն տուն սկսած ես մտածել ինչպես կրնաս այս համերգը նաև դարբեր երկիներու մեջ, որովհետև բոլորը պիտի չկարողանան Հայաստան երթալ եւ դիտել։ Մեկ իսկ երկրորդ, որովհետև շատ արագ ժամանակ չուն երկու հարցումներ հարցնեմ։ Երկրորդը ֆուտբոլի ասկային հավաքականի հետ կապված քու մշակումներդ մեկը իրենց ասենք official երկ նելու կամ official երաշտությունը նելու մասն է։ Այո, իրենց պաշտոնական երկը դարձավ, եւ այդ երաշտության վրա իրենք դուրս պիտի ելեն։ Չէ՞ տաշտ։ Այո, Սերժ, մեզ շատ արագ կրնաս ասոնց մասին ալ խոսի։ Եվ ասեմ որ բանացային իրենց մի առաջ արդեն մենք կսպրեինք։ Այո, ադալիր գարքին։ Լիբանանի բարակային իմ երկրորդ երազս է։ Առաջին հայրենիքն էր, երկրորդը Լիբանանն է, բնականաբար, եւ արդեն մենք ջամփա ելած էինք այդ նյութով, որովհետեւ այս համերգը հաջողցնենք Լիբանանի մեջ դժբախտաբար բادرազմը սկսավ եւ հիմա ամեն ինչ բանի վրա է սարած է, բայց արդեն հիմա գոնե մենք պետք է աշխատենք, որ նույնիսկ եթե քալ ամար պիտի դեղի ունենա, արդեն մենք պետք է ջամփա ելենք եւ արդեն ընթացքի մեջ է։ Այո, մեծ խումբ տեղափոխելը գրեթե անգարելի բան է, բայց կարելիությունները գա եւ պլան B-ն դեղական ուժերովն է։ Պիտի փորձենք խումբ բերել, եթե չեղավ գան, ուրիշ պլաններ գան։ Այսինքն անպայման Լիբանանը պիտի օրմը լա։ Այլապես, ուրիշ հարց կհանենք։ Չէ, անպայման։ Այո, ցույցեր գնենք, անիվ գայնենք։ Պետք չի։ Դու վերջացնես Սերուժը, որ պիտի ժամը պիտի վերջանա։ Այո, ֆուտբոլի մասին խոսիր մեզի։ Հա, օքեյ։ Ֆուտբոլի մասին ես արդեն 3-4 ամիս առաջ ասած էին դասնույթի մասին եւ քիչ Ըստիկ բաները փոխելով պետք է ավելի կարճ լար եւ ուրախ եմ հբարդ եմ որ այսպիսի մեծ բանի մաս կազմեցի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերեյշնի հետ եւ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբի ասմենք երեքով գրցանք այսպիսի բավական արտանալ շատ լավ էր ժողովրդի ռեակցիոնն լավ էր ուրեմն հբարդություն է իմ համար անգասկած մեզի համար ալ հբարդություն է եւ ամեն անգամ որ ասկային խումբը դուրս պիտի ելնե քու երաշտությունը պիտի հնչի ադիգա ավասիկ քեզի համար եւ մեզի համար մեծ հբարդություն է Սերուժ մենք բարի օր մաղթենք քեզի երեք վարյան շատ լավ արագ բաներ կար որ հարցնենք ես մեկը դասիգամյան գարտամ որ գրածեն Կայանի Հարությունյան ծեր որդին մի ամբողջ տահլիճ ստիպեց հետ վերադառնալ սեփական արմատները լցրեց սիրով հբարդությամբ որ հայ է եւ ունի նման մշակութային արժեքներ այսինքն ասիգանձա մարգարեվորը որ գեիշե որ Սերուժը նաեւ իր արմատներուն վերադարձավ Հոնե գարձեմ իր նպատակը ադե ամբողջ ելույթին ծրագիրի նպատակը ադե որ վերադարձ տեպի արմատներ որովհետեւ այսօրվան կյանքի մեջ մենք որքան գործեն այսինքն այդ օդար ասացություններ օդար մանավանդ սոցիալ մեդիայով հիմա մենք կարելի եղած չափով մեր արմատներեն մենք շատ հերույ ենք եւ Սերուժը կգարձեմ որ Սերուժին երաժշտությունը այն վայրն է որ քեզի շատ արագ երկվարյանի մեջ այսպես քեզի կվերադարձնե ու անգամ եւս կգաբե քու արմատներուդ այնպես է ճիշտսի հբարդորեն Շատ լավ Հիմա Սերուժ մենք միշտ նորություններ գիտեմ որ մենք առաջին անգամ միշտ մեզի գղրգես մենք միշտ հբարդենք ամեն անգամ որ երաժշտությունը լա գիտես դու մեզի համար ինչ դեղ ունիս ոս անստաբես մեր սրդերու մեջ եւ նաեւ վանացայինի համար նորություններ ունիս ինչ կաշխատիս հիմա ելույթներ են դուրս նոր ծրագիրներ ինչ կան Այո մի քանի նոր երկերու վրա արդեն աշխատեմ գոր Գազամ ասիգող ամսվա ընթացքին Կոնե երկու երկ կամ ինչ չէ երեք երկ արդեն ունիմ Նաև պետք է աշխատիմ հաջորդ համերգի վրա եւ նորություններ որովհետեւ կոնե մեկ երկու երկ նորություն համերգի ծրագիրին վրա ավելցնենք եւ ինչպես որսի բարի եղանակները քիչ ավելի երկար լան հիմնական ասպաներու վրա հիմա պետք է աշխատիմ
իսկ նախորդ ամիսներով վրա արդեն 6 ամիս է նախորդ համերգի վիդեոներով եւ օդիոներով վրա աշխատել որ YouTube-ի վրա տեղադրենք արդեն ադի մեծ գործեր Սերուժը միջատ խազեր ծրագիրինալ մասնակցությունը բերի շատ արագ եթե ադորալ անդրադառնաս ինչպիսի փորձառություններ շատ հաջելի փորձառություններ մանավանդ որ բավական Հայաստանի ասենք ամենամեծ անվանի մի քանի արվեստագետներ մոդեցան եւ ասին մենք ցեզի գեհդերինք եւ շատ լավ գործ երազեք շատ այսպիսի մի քանի դեպքեր վադայեցավ որ իսկապես շատ աստված էի որ դրին չի բադայր որ այսպիսի բաներ որքան դպավորված են որ մոդեսան եւ ասին եւ շատ ընդհանուր բանը մտնոլոր շատ դրական էր շատ լավ էր ուրախ եմ որ այդտեղ էի շատ Հայ գամ նաև Հայ ասպարակային Սենք նախ սպյուրկահայ գրանք որովհետև ընդհանուր սպյուրկի մասին խոսել միակ սպյուրկահայը պետք է լա սոնդեղը նաև դարիներով վերջին մի քանի դարիներով սենք Armenian Music Awards-ի բարակային միակ սպյուրկահայ տեխնազուն է այս բարակային եթե պիտի չհաշվենք Ադանան իբր սպյուրկահայ էր որովհետև գես է չնայած գես այո Հայաստանցի ալգա սպյուրկահայ ալգա Ադանա պրոջեկտի իրականության մեջ չեմ գիտեր եթե միակն էի, բայց լիպակոն է իպեր լիպանանահայ կարծեմ թե այո։ Ավ Սերուժ շնորհակալ ենք որ միացար մեզի ժամանակետ տրամադրեցիր մենք միշտ այո հալ ճիշտ հարաբները գսեն հալ ճիշտ ժամը հազիվ գրցանք Ճիշտ ժամուն եւ բարի օր պիտի մաղթենք քեզի հաջողություն բեկչունի գսելու որ մենք միշտ հբարդենք քեզմով եւ դա աստված որ օրը հոլիվուդի ֆիլմերում մեջ միշտ պիտի գրկնեմ ասիգա օրը գնալ ես ձերացած լամ ինձ իղրգես վիդեոն դեսնեմ որ այդ epic ֆիլմերում մեջ դեղ անունը պիտի ելնե Music by Սերուժ Բաղդասարյան չէ Շատ շնորհակալ եմ ցեզիալ ինչպես միշտ ծեր սպորտին աջակցության բարի օր ցեզի Ցեդեսություն Սերուժ սետո պիտի փակենք մեր այսօրվան հաղորդումը այսօր մենք այս պայմաններում մեջ երկրի պատերազմական այս վիճակի մեջ մենք հաջող գտիմենք երաժշտության մենք արդու գխոսենք այդ մասին երբ որ պիտի փոխվենք մեր դրամատուրգիությունը պիտի փոխենք երբ որ այս վիճակի մեջ ենք որ մեզի համար դժվար է եւ դուրս պիտի կաս Փրկություն է երաժշտությունը եւ այդ իմաստով է որ գսեմ այսօր որքանով իբրև երաժիշտ կգնահատես որ երաժշտությունը նաեւ իբրև թարմանում օգտագործենք մեր այս վիճակի մեջ պատերազմական այս դխուր եւ ստրեսով դժվարության պլեցում վիճակի մեջ Վստահ բարուրի արդեն ամենը մեծ փաստ այն է որ թերապի գնեն գարդ մեհվանտներու երաժշտությունով Ճիշտ Հուրի մեկ բանալ վերջին ավելցնեմ հետաքրական էր հիմա բրոշյուրին յետևը ուրեմն ասկո QR կոդ մգա ուրեմն ասիգա ասին որ ամեն մարդ թող նկարե իր կամերայով եւ թող գրե որ երկը գուզե գրտնվի եւ արդեն Գիտենք որ անպայման Երխուշտան պիտի լա կոչարի պիտի լա Սեմոնե հուսամ մենք ալ հոս կրնանք Ես Սերուժալարն է ուրիշ բամանալ վիդեսեի Սերուժը երբ այս պրոժեին սկսավ այնադեն ծրագրին սկսավ այնադեն միշտ կհարցներ Facebook-ի վրա եւ Twitter-ի վրա որ երկը գուզեք մշակեմ նոր ծևերով իր ծևով այս բարակային այսինքն նայսն է այս երկերը բոլորը կգարձեմ ոչ միայն նաեւ Սերուժին նաեւ բոլորս նաեւ դերմը նաեւ մեր մասնակցություն ունի շատ լավ շնորհակալություն բարի օր Սետո Բաղդասարյանն էր մեր զրուցակիցը սիրելիներ Լիբանանահայ արածանոթ երաժիշտ իսկ եթե քիչ առաջ կհետևեիք Սերուժն էր Բաղդասարյան Անտոնի շնորհակալություն բարի շաբաթավերջ աբահով մնացեք սիրելիներ աբահով բոլորիս համար եւ ցտեսություն Սերուժով պիտի փակենք չէ շատ լավ